Երեկվա աստվածաշնչյան հարցն այն մասին էր, որ կա երկու տեսակի ջուր, որոնց մասին մեզ պատմեց Տեր Հիսուս Քրիստոսը։ Հիշում եք Տեր Հիսուսի խոսակցությունը Սամարացի կնոջ հետ, որի մասին նկարագրված է Հովհաննեսի ավետարանի 4-րդ գլխում։ Մեկը այն տեսակի ջուրն է, որը որ մենք խմում ենք ամեն օր եւ նորից ծառավում ենք, եւ այդ ջուրը ժամանակավորապես հագեցնում է մեր ծառավը։ Իսկ երկրորդը դա այն տեսակի ջուրն է, որ Տեր Հիսուսն ասեց ինքն է տալիս մարդկանց, եւ երբ որ մարդիկ դա խմում են, երբեք չեն ծառավում։ Այդ ջուրը մարդկանց մեջ դառնում է աղբյուր, աղբյուրի ակունք, բխող աղբյուրի ակունք։ Եկեղեցու հայրերն ասում են, որ այդ ջուրը Սուրբ Հոգի շնորհներն են։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է մարդու մեջ, այդ մարդու ներսում այն դառնում է չվերջացող կյանքի աղբյուր, չվերջացող ուրախության աղբյուր, չվերջացող ուժի աղբյուր։ Եկեք մենք էլ հետևենք Տեր Հիսուս Քրիստոսին, հնազանդվենք նրան եւ խնդրենք Աստուծո Սուրբ Հոգին նրանից։ Սիրելի բարեկամներ, միացեք մեզ Telegram-յան ալիքում, որ կոչվում է Աստվածաշունչն ամեն օր, հազարավոր հայ մարդկանց հետ միասին ամեն օր Աստվածաշունչը կարդալու եւ այսպես սովորելու համար։ Բարի օր բոլորիդ։